Բարև սիրելի ժողովուրդ, պարապմունքս ավարտել եմ և նայեցի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ելույթը ազգային ժողովում, թե արդյոք մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, թե ոչ, և արդյոք ժողովուրդը ուզում է, որ մենք շարունակենք այս շարժումը, թե ոչ։ Հակամայից հիշեցի իմ վերջին հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 2023 թվականի օգոստոսին ազգային ժողովում, երբ ինքը ասեց, որ այդ մենք չենք սկսել Արցախի ազատագրական պայքարը, որ մենք դա ավարտի ազդանշանը տանք, կամ պայքարը դա թատրոն չի, որ սկսվի և ավարտվի, պայքարը դա մշտական պրոցես է։ Եվ այսօր ինքը պայքարում է, ինքը իրան զոհաբերել է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա անվտանգ հաղթահարի այդ դժոխքային կամուրջը և ապաստան գտնի մայր հայրենիքում։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ժողովուրդը երբեք էլ ոչ մի բանի ցանկություն չի հայտնելու։ Ժողովրդի մեջ պետք է գտնվեն ընտրյալներ, առաջնորդներ, որպեսզի կարողանան իրենց առաջնորդեն դեպի պայքար, դեպի հաղթանակ։ Այն ազգերը, ովքեր որ չեն պայքարում, խուսափում են պայքարելուց, երբեք որևէ հաջողության չեն հասնում։ Եվ այդ պայքարից խուսափելու արդյունքում է, որ Հայաստանը ելք դեպի ծով չունի, որ Հայաստանը գտնվում է անվտանգային այսպիսի իրավիճակում։ Եվ միթե կարելի է իշխանությունը վստահած մի մարդու, ով խուսափում է պայքարից, խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնելուց։ Պաշտոնը առաջին հերթին ոչ թե իրավունք է, այլ պարտականություն, իսկ ցանկացած պարտականություն սկսվում է պատասխանատվությունից։ Եթե մարդ խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնել, ապա էլ ինչի մասին պետք է խոսքը լինի։ Իսկ ես միայն մի բան կասեմ, Արցախյան շարժումը, հայկական ազատագրական պայքարը, դա դուք չեք սկսել, պարոն Նիկոլ, որ դուք էլ դրա ավարտը տաք։